Վերջերս համացանցը դարձել է հոգևորականների խոսակցությունների և անձնական կյանքի հրապարակման թատերաբեմ։ Իրադարձությունների կիզակետում են հոգևորականները։ Սյուժեն նույնն է։ Նախատեսված նյութը տարօրինակ ճանապարհով հայտնվում է համացանցում, ապա սկսում շղթայական ռեակցիայով տարածվել։ Արդյունքում մոռացվում է գլխավորը՝ որտեղից, ինչպես և ինչու։ Վերջին դեպքը Արշակ Սրբազանին վերաբերող տեսաձայնագրության տարածումն է։ Սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք է։ Ունենք բավարար գործիքներ ստուգելու համար տեսաձայնագրության մեջ արհեստական բանականություն օգտագործված է, թե ոչ, այս մասին խոսեցինք մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Ունենք բավարար գործիքներ, դա շատ դժվար է, տեսանյութերը ցածր որակի են, այնպես որ կարող են եւ իրական լինել, ես իրական չեմ էլ նայել, ուղղակի սկրինշոթերն եմ տեսել եւ համարել եմ, որ արիվ չէ, որպեսզի ես դա նայեմ եւ իրականում ես համարում եմ, որ ցանկացած մարդ, որ տեսանյութերը դիտում է, դրանով իսկ իրականացնում է իրավունքի խախտում։ Ըստ Պապյանի, նման դեպքերի կիզակետում հայտնված տուժող քաղաքացին կարող է դիմել անձնական տվյալների վարչություն և ոստիկանություն։ Ավելին, ոչ միայն կարող է, այլ պետք է դիմի։ Առասակ ես կարծում եմ, որ ցանկացած տուժողի, այսպիսի պատմության կիզակետում հայտնված ցանկացած անձ իր քաղաքացիական պարտքն է դիմել համապատասխան մարմիններին եւ վարույթներ հարուցել, այդ դրանով իսկ ինքը ոչ միայն ինքը իրեն է պաշտպանում, այլ հետագա մարդկանց, ովքեր կարող են գաղտնալսման կամ այսպիսի ինչ-որ միջադեպի թիրախում հայտնել։ Եթե քրեական գործ հարուցված չէ, ապա դա արդեն լուրջ խնդիր է նաև իրավապահ մարմինների համար, նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դա կամ նշանակում է, որ սրա հետևում կանգնած են իրավապահ մարմինները, որ անթույլատրելի է ամեն կերպ, կամ դա նշանակում է, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված եւ չեն հետաքննում այս արտահոսքի հետևանքները, որովհետեւ սա կոնկրետ հանցագործություն է։ Իսկ տեղի ունեցածի արժեքային կողմը մեկնաբանեց մարդու իրավունքների պաշտպանը։ Ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով։ Անձնական տվյալների պաշտպանության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը ոչ թե պարզապես իրավական երաշխիքներ են, այլ արժեքներ, որոնց պահպանման մակարդակն ի ցույց է դնում նաև պետական ու հասարակական իրավական մշակույթը։ Դե իսկ գաղտնալսումների ոչ իրավաչափ լինելը հաստատեց Արդարադատության նախարարը։ Իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ծիծաղելի է համարում հրապարակված գաղտնալսումները որպես ապացույց ներկայացնելու միտումը, ընդգծելով, որ ապացույցը պետք է քրեադատավարական շատ լուրջ ընթացակարգեր անցնի։ Ըստ փաստաբանի, քննչական կոմիտեն ունի նաև այլ բաց թողումներ։ Գիտեմ, որ տեսաձայնագրության Արշակ Սրբազանի վերաբերող ոչինչ չեմ կարող ասել, բայց դրա նախորդ գաղտնալսումներով քրեական վարույթ նախաձեռնվել է հեռախոսային խոսակցություններով եւ ստուգվում է արդյոք ճիշտ են ասել, թե ով ինչ է ասել առանց վարույթ նախաձեռնելու հենց այդ դրա ձեռքբերման եւ հրապարակման համար։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը երաշխիքներ է ստեղծում, որ մեր անձնական եւ ընտանեկան կյանքը հարգվի։ Մենք ունենք մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, ինչ վերաբերում է վերջերս տարածված գաղտնալսումներին կամ տեսաձայնագրություններին, ապա դրանք ամբողջությամբ ապօրինի են։ Այս կարծիքին է փաստաբանը։